Մարգարիտովը կապցում է Դու վստահ ես վրամ, հա վստահ ես? Լավ, հանգստացի, արի, լավ ախպեր ջան, լավ Ոնց Ավրամս։ Լավ է, կարողացա երկու բառ խոսել հետ է։ Փառքդ շատ Տեր Աստված։ Բայց հիմա լավ կլինի, որ դուք գնաք տուն։ Ոնց գնանք տուն։ Եկա այսօր ոչ ոքի չեն թողնել էլ Վրամի մոտ։ Ավելի լավ է գնացեք տուն, համ դուք կհանգստանաք, համ էլ Վրամը պիտի քնի։ Հաստատ չեն թողնելու։ Մամ, պապան ճիշտ ասում։ Արի գնանք տուն, ես էլ երեկվանից տեղում դու էլ շատ հոգնած ես։ Պապ, Վրամի մեքենան քո մոտ է։ Հա, աղջիկս ինձ մոտ է, բայց ես տեղ ունեմ գնալու։ Արմոնի հետ գործ ունեմ։ Հիմա դու ինչ գործ ունես։ Քեզ ինչ։ Ձյացակո, բան է եղել։ Չխոսես այնքան ժամանակ մինչև թույլ չտամ քեզ։ Չհասկացա։ Արի կբացատրեմ։ Ձյացակո կլինի մի րոպե կանգնես հասկանամ ինչ ա եղել։ Ինչ հասկանաս Արմո։ Որտեղից քեզ այդ ինֆորմացիան, որ Վրամի այս վիճակը Մարգարիտովան պատվերն է։ Արդեն ասել եմ քեզ։ Դու ինձ հստակ փաստ տուր Արմո, հստակ փաստ։ Դու հասկանում ես ինչ ես արել, փաստ կա։ Հերիք չէր են ինչ որ ասեցի։ Դու իրոք չես հասկանում ես ինչ եմ արել, հա Արմո։ Դու ինձ բան ես ասում, ես քո խոսքին հավատում եմ, գնում եմ հարցեր լուծելու Աբոյի հետ։ Հետո Վրամը աչքերը բացում ասում է, որ Մարգարիտովը կապ չունի։ Հիմա ինչ է ստացվում։ Ստացվում է, որ իմ ձեռքով ուզում ես քո հարցերը լուծես, հա։ Իմ ձեռի հացը ուտում ես ու գլխից սարքում։ Արմո, թե չէիր պլանավորել, որ կարող ասկսեմ Աբոյից, ոչ թե Հայկից։ Արդեն սխալ բաներ ես խոսում Ձյացակո։ Ինքը իր խոսալու ձևը լակոտ։ Հիմա դու ինձ ճիշտ ու սխալ ես սովորեցնելու, հա։ Չէ դու իրոք չես հասկանում, դու ինչ ես արել։ Քո բերանից որ բառը դուրս գալիս Արմո, էն էլ սենց թեմաներով պիտի 1000 անգամ ճշտած լինես, 1000 անգամ։ Ասել եմ այն ինչ որ կա։ Ու ես քո խոսալը ընդհանրապես նորմալ չի Ձյացակո։ Ես քո համար լակոտ չեմ, որը ոնց ուզես հետս խոսաս։ Հենց խեղճանում ես, հիշում ես, որ ես մարդ եմ։ Արմոն կա։ Բայց երբ որ մի բան այն չի գնում, միանգամից լակոտ եմ դառնում քո համար։ Այսքան իմ արածի պատասխանը սենց ես ինձ տալիս։ Դու գոնե Արմո հասկանում ես պահի լրջությունը։ Ես մի բան եմ շատ լավ հասկանում, որ ամբողջ կյանքս տղուցդ առավել եմ եղել քո համար։ Տղուցդ շատ բան ունեմ քո համար արած։ Երեսովս ես տալիս քո ձեռքի հաց ուտելը։ Դու դրանով ինձ լավություն ես արել, որ հիմա երեսովս ես տալիս։ Ինչ ասել ես գլուխս կա խարել եմ։ Գիշեր-ցերեկ աշխատել եմ։ Ինչքան սև գործ կա իմ վրա են վերցրել։ Քո փոխարեն հիմա մեկ ուրիշը լիներ շուտվանից ձեռքերի վրա ինձ մաներ տալիս։ Դու սենց ես ինձ դրա պատասխանը տալիս։ Այն ժամանակ, երբ տղետ ու աղջիկդ քեզ մենակ էին թողել, ես քո կողքն եմ կանգնել։
Նես չի ես վատնեմ քո մեջքի հետևում էլ թևեր են աճել հրեշտակի, բայց մեկը կողքդ եմ միշտ եղել։ Վռամն ինչ ասել, ինքը ինչ գիտի իրականում ինչ ա եղել։ Ես ընդամենը քեզ ասել եմ, որ այդ լակոտներն ու Մարգարիտ հոր իրար ծանոթներ են։ Մնացած ենթադրություններն իրար հետ են կարել։ Նենց որ քո մեղքը իմ վրա մի գցի։ Ես քեզ ասել եմ, որ այդ լակոտներն ու Մարգարիտ հոր իրար հետ մոտիկ են եղել։ Չեմ ասել, որ գնաս աբոյին ավտոյի տակ գցես։ Լեզուտ, երբ երկարեց ես կան։ Ձյացակո ես քեզ ահավոր շատ եմ հարգում, բայց ահավոր չեմ սիրում, որ այսքան իմ արածը մի հարվածով ջուրն ես գցում։ Դու իմ հանդեպ անարդար ես, ու այդ հեչ լավ չի։ Բայց ես մեկա քո կողքն եմ, որովհետև դու դրա կարիքն ունես։ Բայց այդ չի նշանակում, որ դու պետք է իմ հետ ոնց ուզում ես խոսաս ու ես դրա համար քեզ ոչ մի բան չասեմ։ Իմ համբերատարությունն ու հարգանքը մի շփոթի թուլության հետ։ Հա, ճիշտ է, ես լիքը հարցերում սուս եմ մնացել, բայց այդ չի նշանակում, որ դու իմ ինքնասիրության վրայով անցնել ես ու ես քեզ դրա համար բան չեմ ասելու։ Գորի աչքիցս։ Ոնց կուզես։ Ինչ կա։ Ամեն ինչ քո ասածով կլինի։ Արսեն ենք ուրեն։ Դարպասի մոտ։ Ուզում ես հսկողությունը ուժեղացնեմ։ Չէ, դու գիտես ինձ ինչա պետք։ Քերի հանգիստ եղի։ Ամեն ինչ կլինի նենց ոնց որ ասել էիր։ Ամենակարևոր բանը հիշի։ Ինք ինձ ողջ է պետք։ Հասկացա քեզ։ Մամ, չես պատկերացնի սիրտս ոնց է հանգստացել, որ Ռամը գիտակցության է եկել։ Իհարկե շատ վատ է, որ մենք սենց պահերին ենք հասկանում, թե ինչքան կարևոր են մարդիկ մեր համար։ Տարիներ շարունակ դու աղբերդ չեք կարողացել լեզու գտնել։ Ու դրանում էլ է հերդ մեղավոր։ Մամ, հերիքա էլի ամեն ինչում պապային մեղադրես։ Գոնե իրա մոտ մի ասա։ Դու չգիտես ինքը իրան ոնց է զգում, ինչ վատ է զգում, երբ որ մենակ է։ Վատ ազգում, իսկ դու պատկերացնում ես հորդ պատճառով ինչքան մարդ է վատ իրան զգում։ Դու չես քնելու։ Չէ, հորդ եմ սպասում։ Համբարկանում ես համան հանգստանում։ Ինչ անեմ, խաչս է, պիտի տանեմ։ Լավ, ես գնամ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր, բանս։ Հոր ջան, քո համար լավ լուր ունեմ։ Վռամի վիրահատությունը լավ է անցել, գիտակցության է եկել։ Ճիշտ է, դեռ պարզ չի ինչ հետևանքներ կլինեն, բայց կարևորը որ գիտակցության է եկել ու աչքերը բացել է։ Ասել էի, որ քեզ տեղյակ պահեմ։ Ապրես Նարէ ջան։
Հորքուր, բայց դու տենց էլ ոչ մի բան չասեցիր մեր հանդիպման հետ կապված։ Արի պայմանավորվենք մի բանն արե։ Իմ մասին ոչ մի հարց չես տալիս, հանդիպում չես փնտրում։ Ես բոլորիդ մասին ամեն ինչ գիտեմ, ձեր տեղն էլ գիտեմ։ Երբ ժամանակը գա, կհանդիպենք։ Ինձ ուղղակի պարբերաբար պատմիր վռամի վիճակի մասին ու նաև քո մասին, եթե իհարկե կուզես։ Ինձ համար կարևոր է քո ու եղբորդ որպիսությունից տեղյակ լինելը։ Քերին քեզ բան ասեց։ Չէ, Չհասցրեցինք նորմալ խոսանք այդ Արմոյի թեմայից։ ուշքում միտքս այսօր ամբողջ օրը հետ ա եղել։ Այնքան վստահ էի, որ գնալու ա ու իմ դեմ ցուցմունք տա։ Բայց վարուն կարգին տղա է։ Ամեն ընկեր չի, որ տենց բան կաներ ընկերոջ համար։ Հա, վարուն կարգին ընկեր ա։ Ու համել կարգին մարդ ա։ Դրա համար էլ սրտից չի նստում, էլի։ Չգիտեմ Միքո, եթե միջև վաղը ինչ-որ բան չիմացա պարզ չդարավ ես Վարոյի ու իմ թեմայով, եթե միջև վաղը չզանգին ու չկանչեցին ինձ բաժնից, պիտի ես գնամ արդեն։ Պիտի գնամ ու մի բան մտածեմ։ Հիմա կարող են նենց անես, որ ոչ քեզ բաց թողեն, ոչ Վարոյին։ Հայկո դու 6 տարի առաջվա ջահելը չես։ Ու մի բան անելուց առաջ պետք է երկար մտածես։ Ինչի դու որ լինեիր իմ տեղը ինչ կանեիր։ Կգնայի քնելու։ Գիշերվա 1000-ն է։ Հա, ես էլ եմ հոգնած այսօր ծանր օրեր, հարի գնանք։ Հայկ, մենք Վարոյին օգնելու ձև հաստատ կգտնենք։ Բայց դու նենց բան չանես, որ պատմությունը կրկնվի։ Ես հազիվ համակերպվել եմ, որ աղբեր ունեմ։ Ու ասեմ, որ այդքան է տհաճ բան չի։ Թող գիշերը մնա։ Առավոտյան գաս հետևիցս։
ասես, քերի։ Վայ, Սոնա, միշտ հպարտացել եմ ֆիլմերի հանդեպ քո հատուկ սիրով։ Ոայ։ Բայց ինձ լավ չեմ զգում։ Չեմ հասկանում, շոքում եմ, թե մրսում։ Կարող է տաքություն ունեմ։ Ոնց ես։ Ոնց ես։ Լավ եմ, ես էլ գիրք էի կարդում, որ մի քիչ ցրվեմ։ Բայց հետո ինձ բռնեցի այն մտքի վրա, որ հայացքս ուղղակի տառերի վրայով սահում են ու միտքը չեմ հասկանում։ Քո մասն էի մտածում։ Լավ եմ, ես էլ գիրք էի կարդում, որ մի քիչ ցրվեմ։ Բայց հետո ինձ բռնեցի այն մտքի վրա, որ հայացքս ուղղակի տառերի վրայով սահում են ու միտքը չեմ հասկանում։ Քո մասն էի մտածում։ Փաստորեն զգացի։ Հիվանդանոցում ես։ Փաստորեն զգացի։ Հիվանդանոցում ես։ Չէ, տուն ենք եկել, իմաստ չկար հիվանդանոցում մնալու։ Չէ, տուն ենք եկել, իմաստ չկար հիվանդանոցում մնալու։ Նարը չեմ էլ ուզում դրա անունը տամ, բայց էլ ուրիշ տարբերակ չկա։ Այդ Արմոն հոգես չի նեղացրել։ Նարը չեմ էլ ուզում դրա անունը տամ, բայց էլ ուրիշ տարբերակ չկա։ Այդ Արմոն հոգես չի նեղացրել։ Չէ, ոչ մի բան չի ասել, մի անհանգստացի։ Բայց եթե ինչ-որ բան էլ ասեր, ես հոգես չի ասելու, դու չես ասել, որ ես ազատ մարդ եմ։ Բայց եթե ինչ-որ բան էլ ասեր, ես հոգես չի ասելու, դու չես ասել, որ ես ազատ մարդ եմ։ Դիտավորյալ ես անում Նարե։ Ես շատ բան կարամ ասեմ, հետո Դիտավորյալ ես անում Նարե։ Ես շատ բան կարամ ասեմ, հետո Դե ես քո ասածներին լուրջ եմ վերաբերվում։ Իսկ կարող է ամեն դեպքում մի բան կա,
ու ես պիտի իմանամ Նարե։ Չգիտեմ։ Բայց եթե ես ազատ մարդ եմ, ինչի պիտի ինչ-որ մեկին բաներ պատմեմ։ Լավ, մենք առավոտը կխոսանք։ Լավ, մենք առավոտը կխոսանք։ Բայց մենք չենք պայմանավորվել, որ առավոտը հանդիպելու ենք։ Բայց մենք չենք պայմանավորվել, որ առավոտը հանդիպելու ենք։ Հենց նոր պայմանավորվեցինք, Նարե ջան։ Լավ, բարի գիշեր։ Բարի գիշեր, Նարե։ Տեսնես Սոնայից ջերմաչափը որտեղ է։ Միկո, այդ Լիլիթը քո համարը չունի։ Ունի, ինչի։ Չգիտեմ։ Բա ինչ է ինձ գրում։ Հա, լավ, մտածել է երևի մի սենյակում ենք քնում։ Բան չհասկացա։ Մի հատ իջի ներքև ինչ որ ասում է, քեզ ասելու բան ունի։ Լուրջ։ Հա, իջի ներքև տես ինչ ասում։ Ինչ եղավ էս մարդը։
Լիլիթ ջան, Նիկո, ինչ։ Նենց է զարմանում, ոնց որ դու ինձ չես կանչել։ ում եմ կանչել։ Ինձ։ Հայկը ասեց, կարող է ինչ-որ բան խառնում է։ Չէ, չի խառնում, ճիշտ ասել, ես եմ կանչել։ Ճիշտն ասած, Սոնան քնած էր, ես էլ ինձ լավ չէի զգում, մտածում եմ ջերմություն ունեմ ու ջերմաչափն էի ման գալիս, մտածեցի կարող է դու իմանաս տեղը։ Այնքան վատ ես, որ 2 հատ թե ես դրել։ Կարաս մեկը վերցնես քեզ։ Ուզում եմ տեսնեմ տաք ես, թե չէ։ Տաք ես։ Սպասի ջերմաչափը բերեմ։ Չկա, միշտ ստեղ է լինում։ Պետք չի։ Կգնամ վերև, կհանգստանամ, կպարկեմ, կանցնի։ Չէ, սպասի։ Այս խմի ջերմությունդ կիչնի։ Այդ դարակում անձնական դեղատուփ ունես։ Դե, տենց մի բան։ Լուրջ։ Դե, այսօր գնացել էի քերի համար դեղեր վերցնել, ես էլ էի վերցրել։ Դե, ոնց որ զգացել է էլի, որ այսօր հիվանդանոցա դառնալու տունը։ Ոչինչ, մեկ-մեկի մոտ էլ հումոր անել չի ստացվում։ Տխուր ես։ Ուղղակի թույլ եմ, երևի ջերմությունից է։ Ոչինչ, բարձրանամ վերև պարկեմ, քեզ էլ շատ շնորհակալ եմ ու կներես, եթե անհանգստացրեցի։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Այս ոնց ասեն շուտ ես արթնացել։ Բարի լույս։ Բարի լույս։ Լավ ես։ Քերիի մոտ մտել ես։ Չէ, շուտ է դուրս եկե։ Ոնց հասկանում եմ դու էլ ես դուրս գալիս։ Հա, պիտի գնամ բաժին։ Հասկանում եմ այդ գործը ինչ ընթացքում է։ Հեռախոսը մոտդ է։ Հա։ Կարաս տաս, հիմա վերևում եմ թողել։ Այդ տեղ զանգեմ տամ։ Հա, հանգիստ խոսա։ Ես բակում եմ։ Բարի լույս։ Ոնց եք։ Դզվեցիր Լիլիթ ջան։ Հա, արդեն ավելի լավ եմ։ Գիտես ոնց էի չղայնացել, որ գիշերը վատ ա եղել ու ինձ չի արթնացրել։ Դե լավ, ոչինչ։ Լուրջ բան չկար։ Հայկը դրսում է։ Բայց Հայկի մասին ով հարցրեց։ Եսին։
լույս բալես։ Նաջան, ես գնում եմ հիվանդանոց, ուտելիքը պատրաստ է, անպայման կուտես։ Հերդ էլ գա, իրան էլ կտասած, լավ։ Ոնց թե գա։ Պապան տանը չի։ Չէ, դեռ չի եկել։ Չի եկել։ Չի էլ զանգել։ Չէ, չի զանգել, ես էլ զանգում եմ, զանգերից չի պատասխանում։ Հրավակած համարն այս պահին անհասանելի է։ Մամա անհասանելի է։ Մի հատ Արմոյին զանգի, հնարավոր է ինչ-որ բան իմանա։ Ալո։ Բարև, Արմո։ Բարև անիկտոտը։ Արմո, Սաքուն հետը տա։ Ձյադ Սաքուն։ Չէ, հետս չի։ Ինչ է եղել։ Չէ, ուղղակի տուն չի եկել, մտածեցի կարող է իմանաս ուրա։ Հա, երևի մեր գործերով է գնացել, քաղաքից դուրս է գնացել։ Դե այսքանի օր չենք աշխատել, բոլոր գործերը կուտակվել են իրար վրա։ Հա, հիշեցի, ինձ ասել էր, պետքա քաղաքից դուրս գնար։ Ինչ-որ խնդիրներ կան, դե մեր թեմաներով էլի անիկտը։ Լավ, հասկացա։ Հեն մամ ինչ ասաց։ Դե ասում է, որ իրանց հերթական հարցերով քաղաքից դուրս է գնացել Բեռնել հետ կապված։ Լավ, սիրտս տեղը ընկավ, թե չէ շատ անհանգիստ էի։ Լավ, բալես, ես գնամ, հուսով եմ գոնե այսօր երեխուս կտեսնեմ։ Մամ, ես այսօր ուշ եմ գալու։ Լավ։ Սաքուն չկա։ Հրավակած համարն այս պահին անհասանելի է։ Հայք եթե սուրճը դու դներ, հաստատ շատ անհամեր լինելու։ Փաստորեն անհամբաները քոմոդ սովորություն է, հա, Հայկ ջան։ Այսինքն Լիլ, Միկոն դուրս եկավ Սոն։ հա, բայց չասեց ուրա գնացել։ Շատ էլ ճիշտ արեց, որ գնաց Միկոն, իմ գնալու ժամն էլ է արդեն։ Լիլ, ինչ-որ բան է եղել։ Լավ, Լիլիթ ջան, ես էլ եմ արդեն դուրս գալիս, դու հանգիստ մնա։ Ալո։ Բարև Սոնա ջան, Վրամի մաման է։ Բարև ձեզ, լսում եմ։ Ճիշտն ասած ուզում եմ քեզ խնդրել, որ գաս հիվանդանոց։ Ինչ է եղել, հով Վրամին բան չի եղել։ Չէ, լավ է, արդեն փառք Աստծուն, բայց ուզում եմ, որ Վրամս քեզ տեսնի։ Ինքը քո գալուն շատ է սպասել։ Ես հասկանում եմ, որ անսպասելի է նման բանը ինձանից լսելը, բայց խնդրում եմ քեզ արի։ Դու ոչ մի բանի մասին մի մտածի, ես բժշկի հետ կխոսեմ, որ թողնի ներս մտնես։
լույս, տեղը թող շատ չոր չի։ Աբո, ես որոշել էի, որ առավոտ պիտի գայի մոտդ։ Դե, արդեն եկել էիր մոտս, դրա համար ես իմաստը նստած։ Սխալ ինֆորմացիայի արդյունք է եղել աբո։ Դե այդ արդեն ընդհանրապես կարևոր չի։ Այդպես ուժեղ տղա ես, որ իմ դեմ ես դուրս եկել։ Աբո, երբ որ մարդու երեխեն իր աչքի առաջ մեռնում է, իր աչքին էլ ոչ մի բան չի գալիս։ Ես ու դու այդ հոր շատ լավ գիտենք։ Ես մի անգամ արդեն տղուս մահը սքացել եմ քո բարեկամի պատճառով։ Հիմա էլ երկրորդ տղուս էի կորցնելու ու այդ վիճակում գտնվող ծնողի համար աբո էլ են մնացած մանրամասները հեչ կարևոր չի ինձ ինֆորմացիա են տվել, որ այդ ամեն ինչը կազմակերպել է Հայկը ու Հայկի թիկունքն էլ դու ես։ Ես քանի օր ես հիվանդանոցում եմ։ Մի անգամ չեղավ, որ բժիշկը դուրս գար ու կոնե լավ բան ասեր։ Երեխուս մոտ անգամ սրտի կանգը հարցանագրվե։ Հիմա դու ինձ ասա, աբո, այդ վիճակում այդ վիճակում գտնվող ծնողի համար այդ ամեն ինչը ոնց կանեիր դու, հա? Դու որ լինեիր իմ փոխարեն։ Հիմա դե ես արդեն գիտեմ, որ Մարգարիտ հորը կապ չունի։ Լսի, ես էլ եմ երեխա կորցրել։ Ես է գիտեմ դա ինչ է։ Բայց իմ դեմ դուրս գալը չի ներվելու ոչ մեկին։